Թե դուք կարողանաք 8 պատգամավորի ստորագրություն բերել, 28 պատգամավոր իրենք պատրաստ են տրամադրել։ Հիմա դուք կարծում եք այդ 8 պատգամավորը դուք կարող եք լրացնել այդ թիվը։ Փորձեմ պատասխանել ձեր հարցին, բայց ոչ այն տեսանկյունից, որը դուք տվեցիք։ Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում դու պիտի նստես ու հաշվես հավանականությունը ինչքան է հաջողության հասնելու։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է։ Բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործի։ Այդ հաշվարկները կստացվի, չի ստացվի, ես չեմ համար պետք է, չէ՞, պարոն Բաբաջանյան, այդ 36 պատգամավորից այն։ Ուզում հիմա մանրամասների մեջ խորանամ բոլոր այն կետերի, որոնց մասին խոսել են նախաձեռնողները, բայց ոչ, 36 չի։ Եթե լսեք նախաձեռնողների առաջարկը, որը բավական հետաքրքրական լուծում է, մինչև այսօր այդ տարբերակով երբեք գործընթացներ չի արվել, ապա թղթերը մուտք են արվելու ոչ թե 36-ի մինիմալ շեմը հաղթահարելուց հետո, այլ շարունակելով հավաքել ստորագրությունները այն ժամանակ, երբ որ դա ունենա որոշակի շոշափելի քաղանակ։ Ըստ էության երեք Սերյան Օրանյանը ուղղակիորեն կամ ոչ անուղղակիորեն հայտարարեց, որ Նարեկ Մայլյանը եւ Էդգար Ղազարյանը ուղղորդվում են հանրապետական կուսակցության, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից։ Սերյան Օրանյանը նման բան չի հայտարարել։ Երկու կետ։ 1. Ում ուզում է լինի հանրապետականը, երբ որ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում իր ասածների համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել, ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պատվալներից, տարբեր գրասենյակներից, վարձու գործիչների, չնայած գործիչների չէ, գործիքների աշխատանքը հանրապետականի դեմ։ Մենք միշտ խոսում ենք ուղիղ, խոսում ենք մեր դեմքով եւ մեր ասելիքին տեր ենք։